Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել անձահաստատող փաստաթղթի մասին օրենքում, որի համաձայն 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի խոսքով նպատակն է նույնականացման քարտը դարձնել ներպետական գործարքների եւ հանրային ծառայություններից օգտվելու հիմնական փաստաթուղթը, ինչը կօգնի ծառայություններն ավելի արագ եւ հարմար կազմակերպել։ Նախագծով նախատեսվում է նաև, որ 6-ից 16 տարեկան երեխաները նույնականացման քարտ կարող են ստանալ կամավոր հիմունքներով, իսկ մինչև 6 տարեկանների համար անձահաստատող հիմնական փաստաթուղթը կմնա ծննդյան վկայականը։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում են կամ արտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար բնականաբար ծննդյան վկայականն է, որ դիտարկվելու է որպես անձահաստատող փաստաթուղթ։ Արփինե Սարգսյանը նշեց, որ այժմ նույնականացման քարտերը տրվում են միայն 16 տարին լրացած անձանց, սակայն առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ձևավորել ավելի արդյունավետ համակարգ։ Նա նաև ընդգծեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը կհամապատասխանեն Խաղաղ Ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին։